Մալաթիայի հայորդյաց տանը աղուհացով դիմավորեցին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, որին ուղեկցում էր հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ, կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակոբյանը։ Հայոց հայրապետը օրհնեց ու խաչեր նվիրեց հաստատության սաներին, զրուցեց նրանց հետ, հարցեր տվեց հետաքրքրությունների, զբաղվածության մասին։ Հաստատությունը վերջերս է հիմնանորոգվել հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։ Այն կրում է բարերար ընտանիքի Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը։ Կառույցի տարբեր դասարաններում արձանագրված են այլ բարերարների անուններ ևս, որոնք օգտակար են եղել այդ դասարանների նորոգմանն ու վերազինմանը։ Մուտքի մոտ դիմավորող երեխաների հետ զրուցելուց հետո հայոց հովվապետը ու Վազգեն Յակոբյանը այցելեցին հանդիսությունների դահլիճ։ Այստեղ մարզերում ու մայրաքաղաքում գործող հայորդյաց տների սաները մրցում էին հին ու նոր կտակարանների մասին իրենց գիտելիքներով։ Աստվածաշնչային ընկերությունը Վիկտորինա էր անցկացնում։ Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի հոգևոր տեսուչ Տեր Հարություն Վարդապետ Կիրակոսյանի ու հաստատության տնօրեն Գեղամ Մելիքբեկյանի ուղեկցությամբ հայոց հայրապետն ու Վազգեն Յակոբյանը շրջեցին հաստատության տարբեր դասարաններում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդյաց տները գործում են 1993 թվականից։ Երեխաներն ուսանում են կիրառական արվեստ, կերպարվեստ, երգերաժշտություն, պար, կրկեսային խաղեր, լրագրություն, ավիամոդելավորում, օտար լեզուներ։ Գործում են նաև սպորտային խմբակներ։ Հայորդյաց տներում շարունակաբար իրագործվում են նորանոր ծրագրեր, կազմավորվում են նոր դասարաններ։ Այդ հաստատությունները հայոց հայրապետի տեսլականով ձևավորված հայրապետական հոգացությամբ գործող կառույցներ են։ Մալաթիայի հայորդյաց տունը հիմնովին նորոգված է ընդունել իր սաներին, այստեղ նորաբաց լողավազան է գործում։ Հայորդյաց տներում ստացած կրթությունը սաներին հետագայում մեծապես օգնում է մասնագիտություն ընտրելու հարցում։ Ներկաները կանգ առան մի շարք դասարաններում։ Հաճախում եմ մանրանկարչության խումբը, ինձ ամենաշատը գրավել այսքան ժամանակ այդ նուրբ աշխատանքը, որ չեմ կարողացել անտեսել։ Վեհափար հայրապետը հարցրեց, թե մենք ենք ընտրում աշխատանքները, թե ոչ, բայց հիմնականում մենք ենք, ոչ թե հիմնականում, այլ ընդհանրապես մենք ենք աշխատանքները ընտրում, որպեսզի որ մեր ուզած աշխատանքներ չի լինում, այսպես ասած լավ չի ստացվում մեզ մոտ։ Ես 14 տարեկան եմ, սովորում եմ Վահան Թեքյանի անվան թիվ 92 դպրոցում 8-րդ դասարանում, հաճախում եմ Մալաթիայի հայորդյաց տուն մանրանկարչության խմբակի եւ շատ եմ սիրում այստեղ հաճախել, քանի որ այս խմբակը դարձել է արդեն իմ առօրյայի մի անբաժան մասը։ Արդեն կարծես թե 8 տարի եմ աշխատում եւ շատ սիրով իմ սիրած մասնագիտությունն է եւ իմ ինչպիսի գիտելիքներ ունեմ, ես հաղորդում եմ երեխաներին։ Քանոնի դասարանում վեհափար հայրապետը սաներին ներկայացրեց Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին, որը հոգևոր կրթությունից բացի կրթություն է ստացել Երևանի պետական կոնսերվատորիայում։ Ես հաճախում եմ կանոնի խմբակի արդեն 5 տարի։ Մենք սովորում ենք հայկական, իսպանական, տարբեր երաժշտություններ։ Առաջին դասարանցիներ ունենք։ Շենքի նորոգման ընթացքում երեխաներն այլ վայրերում են դասերի մասնակցել։ Այս պահին Մալաթիայի հայորդյաց տունը ավելի քան 400 սան ունի։ Սակայն պայմանները բարելավվել են եւ դիմողների քանակը գնալով ավելանում է։ Հիմա հաստատությունը կկարողանա ավելի քան 700 երեխա ընդունել։ Աշխատակիցները անընդհատ զանգերի են պատասխանում, ներկայացնում են տարբեր դասարանների, խմբակների, պարապմունքների օրերը, ժամերը, պայմանները, նշում են հասցեն։ Ռոմանոս Մելիքյան 1 կոտորակ 20։ Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական պատգամավորական 124-րդ ժողովը։
Այդ օրերին կայացած համագումարին մասնակցել են Միացյալ Նահանգների Արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները եւ աշխարհական պատվիրակները, տարբեր թեմական կառույցների, թեմական խորհրդի եւ կանանց միությունների ներկայացուցիչները։ Ժողովի հոգևոր եւ վարչական գագաթնակետը առաջնորդի ընտրություններ։ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ 4 տարիների համար։ Սա Մեսրոպ Սրբազանի երկրորդ ընտրությունն էր։ Մեսրոպ եպիսկոպոսը ղեկավարում է Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմը 2022 թվականից։ Ինչպես պահանջում է թեմական կանոնադրությունը, Սրբազանը կսկսի իր երկրորդ քառամյա ծառայությունը թեմում, ստանալով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հաստատումը։ Ժողովի առաջին 2 օրերի նստաշրջանի ընթացքում թեմական կառույցների ներկայացուցիչները մասնակցել են տարատեսակ քննարկումների, առաջիկա տարում մշակվելիք եւ իրականացվելիք բազմաթիվ ծրագրերի, համագործակցությունների եւ նախաձեռնությունների վերաբերյալ։ Քննարկվող հիմնական թեմաների թվում էին տվյալների կենտրոնացված բազայի ստեղծումը, որը նպատակ ունի ամրացնել երիտասարդների կապը ծխական համայնքներին, ինչպես նաև թեմում եկեղեցական փաստաթղթերի կառավարման միասնական համակարգի մշակումը։ Լրացուցիչ հանդիպումների ժամանակ քննարկվել են հայոց լեզվի դասավանդման, կիրակնօրյա դպրոցների ծրագրերի բարելավման եւ կյանքի յուրաքանչյուր փուլում հավատացյալներին ավելի լավ ծառայելու հնարավորությունները ընդլայնելու մասին թեմական պլանները։ Հոգևորականների համաժողովը ավարտվել է համատեղ աղոթքով կիրակնօրյա Սուրբ Պատարագի ժամանակ Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Աստվածաշնչային գիտելիքի վիկտորինա անցկացրեց Մալաքիայի հայորդյաց տանը։ Ստուգատեսին մասնակցեցին Հայաստանի ու մարզերի հայորդյաց տների սաներ։ Նախաձեռնությանը բարի ընթացք մաղթեց հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանը։ Նա ողջունեց երեխաներին, կրոնի մանկավարժներին, նախաձեռնության մասնակիցներին։ Գիտելիքի ստուգատեսին ներկա գտնվեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, Մայրաթոռի միաբանների, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակոբյանի ուղեկցությամբ։ Հին եւ նոր կտակարանների սուրբգրային պատումներից կազմվել են հարցաշարեր, շտեմարաններ, հայորդյաց տների սաները սերտել են դրանք կրոնի դասերի ժամանակ։ Լիլի Տուդումյանը նոր-նորքի Նարեկ պարային համույթում է հանդես գալիս։ Իրականում հիմա շատերս ժամանակ չեն գտնում, որ Աստվածաշունչ կարդանք, ու դա շատ սխալ է, իսկ այս մրցույթը հնարավորություն է տրվել, որպեսզի մենք բոլորս կարողանանք ել ավելի խորացնել մեր գիտելիքները Աստվածաշնչում եւ քրիստոնեության մեջ։ Ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի, որովհետեւ շատ լիքը նոր գիտելիքներ եմ ձեռք բերել, հարցեր բանալի բառերով արդեն հասկանալ ինչի մասին է խոսքը, կամ ավագների հարցերը, որ արդեն ավելի խորացված էին, ու արդեն եւ հին կտակարանից եւ նոր կտակարանից ահագին մեծ գիտելիքներ ունեմ։ Ժյուրիի անդամ Տեր Ենովք Քահանա Եսայանը Նորքի հայորդյաց տանն է սպասավորում։ Աստվածաշնչային գիտելիքի վիկտորինաներին մասնակցել է նաեւ զինված ուժերում։ Այսօր գաղտնիք չի, որ մարդիկ սկսել են քիչ կարդալ, նաև երեխաներն են մտնում քիչ կարդացողների մեջ, սա ևս մեկ առիթ է մարդկանց Սուրբ Գրքի գիտելիքների շրջանակը մեծացնելու։ Սուրբ գրային այս վիկտորինան Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նախաձեռնություններից մեկն է, որը անցկացվում է տարբեր կառույցներում։ Ընկերությունը Հայաստանում սկսել է գործել 1991 թվականից ի վեր, երջանկահիշատակ Վազգեն I ամենայն հայոց կաթողիկոսի օրոք։ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը կոչված է Սուրբ Գրքի արդյունավետ տարածմանը։ Երբ Հիսուս վերցնում է հացը։ Մայիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Նիստը մեկնարկեց Բագրատ Սրբազանի ելույթով, նա անդրադարձավ նախորդ օրը ազգային ժողովում բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած հայտարարություններին։ Ըստ Սրբազանի այդ ելույթներն անտեսելով անմեղության կանխավարկածը անհարգալից վերաբերմունք են դատարանի եւ ողջ իրավական համակարգի հանդեպ։ Երեք
խորհրդարանի փոխոսնակ կոչված անձը ասելով ուղղակի հայտարարել է, ասելով, որ ես տերորիստական ակտ եմ կազմակերպել։ Ուղղակի հայտարարություն արել, որի մասին ինքը պետք է պատասխան տա։ Ես անընդհատ զգուշացնում եմ, այս դատարանում անընդհատ հնչեցնում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, անմեղության կախարդակացներ են խախտում։ Սա անարգանքը նաև ոչ միայն մեր այլ դատարանի հանդեպ։ Եվ այո, պետք է մենք դիմենք ըստ այդմ գործ հարուցելու նորից այս անձի նկատմամբ։ Պաշտպան Մեհեր Հակոբյանը վերլուծեց մեղադրյալներին վերագրվող ահաբեկչություն եւ իշխանության զավթում մեղադրանքին, դատարանին հարց ուղղելով, թե արդյոք ով կամ ովքեր են հանդիսանում տուժող կողմը։ Ուրեմն մեղադրական եզրակացության մեջ գրած է, որ 2025 թվականի մարտի 18-ին ազգային անվտանգության ծառայությունը այս հանցագործությունը բացահայտել է։ Մասնավորապես այս ասենք այն երրորդ էջում գրած է։ Ասում է, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանձանքի օբյեկտիվ կողմի կատարումը։ Բացահայտվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Ասենք, եթե մարդ, ասենք, ավարտել է քրեական իրավունքի ու դատավարության դասընթացը, չեմ ասում իրավաբան, ավարտել է, գիտի, որ հանցագործության բացահայտումը, դա հանցագործի բռնելն է, եթե հանցավորի անձը հայտնի է կամ ինքը փախուստի չի դիմում։ Հիմա եթե 2025 թվականի մարտի 14-ին դա բացահայտվել է, մարտի 18-ին քրեական գործ է հարուցվել, ու այդ օրը ոչ մեկ չի ձերբակալվել, ինչ բացահայտման մասին է խոսքը, կամ եթե իրանք այդ մարդիկ բացահայտվել են ու պետքա տենց հանցագործություն կատարեն, այդքան մարդկանց կյանք պետքա խլեն, ոնց ասացվում, որ մարտից հունիս այդ մարդիկ ազատության մեջ են եղել, այդ ինչ բացահայտում է, այդ ինչ հանցագործության խափանում է։ Նա նշեց, որ մի շարք հանգամանքներ վկայում են, այս գործով դատավորն արդեն իսկ ունի կանխակալ մոտեցում։ Դուք արդեն գիտեք, ինչ որոշում եք կայացնելու, դիմելով դատավոր Կարեն Ֆարխոյանին, հայտարարեց պաշտպանը։ Ելույթ է ունենում գլխավոր դատախազը ազգային ժողովի անվանում։ Գլխավոր դատախազին հարցադրումներով ասում են դուք ազգային ժողովում կեղծ տվյալ եք ներկայացրել։ Սա մեղմ արտահայտված տարբերակն եմ ասում։ Կոնկրետ հաստատված, թե որ տվյալի մասին է խոսքը, ինչ եղանակով է կեղծ ներկայացվել եւ այլն։ Որևէ մի պատճառաբանություն սրան չի հնչում, որևէ ներողության խոսք, որևէ ափսոսանքի խոսք, որևէ քրեական վարույթ, որ ենթականներն են սխալ վարվել, վատ են աշխատել կամ դիտավորությամբ ուզեցել են վատ տվյալներ ներկայացնել գլխավոր դատախազին, որևէ անդրադարձ չկա։ Փոխարեն ասում է դուք այս ամեն ինչ անում եք, որտեղ մենք ապօրինի գույքի վարույթներով ենք զբաղված։ Կարծես թե եթե որևէ պաշտոնատար անձ ապօրինի գույք ունի, դա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին թույլ է տալիս հանրապետության բոլոր քրեական գործերում կատարել կեղծիքներ։ Սրբազան շարժման 6 անդամների պաշտպանությունն իրականացնող փաստաբան Հովհաննես Խուդոյանը ևս անդրադարձավ գործի շինծու բնույթին եւ իշխանության կողմից ուղղորդված լինելուն։ Պաշտպանն իր վրթովմունքը հայտնեց այն փաստի առիթով, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն իրենց թույլ են տալիս մեկնաբանություններ անել ընթացիկ քրեական գործի վերաբերյալ, ինչը ակնհայտ կեղծիք է եւ ճնշում իրավական գործընթացի վրա։ Քննչական է, որ լավ չի աշխատում, ապացույց չի կարողանում գործով հայտնաբերվել, նույնիսկ եթե տեսականորեն ընդունենք, որ դրանք կարող են եղած լինել, առանց ապացույցների գործ դատարան չեն ուղարկում։ Իսկ օպերատիվ մարմինները նախորդ ելույթում ասացի, հնարավորություն ունեցել 1 տարի շարունակ գաղտնալսել եւ հետեւել անձանցից յուրաքանչյուրին եւ չեն հայտնաբերել որևէ մի այնպիսի միջոց, որը պիտանի է ոչ միայն չեն հայտնաբերել որևէ միջոց, որը պիտանի է ոչ միայն ահաբեկչության, այլև որևէ այլ ավելի մեղմ հանցանք կատարելու համար։ Իր մյուս պաշտպանյալի բլոգեր Արմեն Ալեքսանյանի առնչությամբ փաստաբանը հռետորական հարց ուղղեց դատավորին, թե որն է նրա իրական հանցանքը։ Խուդոյանի պնդմամբ Ալեքսանյանը մեղադրյալի աթոռին հայտնվել է ընդամենը ձվածեղ պատրաստելու տեսանյութի եւ քաղաքական սատիրայի համար։
Պաշտպանական կողմն իր ելույթում հետևողականորեն շեշտադրեց գործի քաղաքական ուղղորդումը, նշելով, որ մեղադրյալի աթոռին հայտնված անձինք հետապնդվում են բացառապես իրենց քաղաքացիական դիրքորոշման պատճառով։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 7-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբոր Գևորգ Ներսիսյանի եւ նրա որդու Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Օրակարգում խափանման միջոցը փոխելու հարցն էր։ Մեղադրող դատախազ Տիգրան Վարդանյանը միջնորդեց եւս 3 ամսով երկարաձգել Ներսիսյանների տնային կալանքը։ Փաստաբան Էմիլ Խաչատրյանը սակայն նշեց, որ գործն արդեն ավարտական փուլում է։ Բոլոր ապացույցներն ու հիմնական վկաների ցուցմունքները հետազոտվել են։ Հիշեցնենք, որ Ներսիսյաններն արդեն 7 ամիս անազատության մեջ են։ Լսելով կողմերի փաստարկները, դատավոր Գևորգ Մանուկյանը որոշեց վերացնել տնային կալանքը որպես խափանման միջոց, թողնելով գրավն ու վարչական հսկողությունը։ Ներսիսյանները ձերբակալվել են 2025 թվականի նոյեմբերի 2-ին։ Նրանց մեղադրել են Վաղաշապատ համայնքի նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Սակայն պաշտպանական կողմը ներկայացնում է քարոզարշավի մասնակիցների եւ Ներսիսյանների հանդիպման տեսագրությունները, որոնցում հանցակազմ պարունակող որևէ գործողություն տեղի չի ունենում։ Պաշտպանական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարում է, առաջադրված մեղադրանքը զուրկ է փաստական հիմքերից, գործընթացն ունի քաղաքական ենթատեքստ եւ հանդիսանում է ամենայն հայոց կաթողիկոսի վրա ճնշում գործադրելու եւս մեկ միջոց։ Բնականաբար քաղաքական կոմպոնենտ առկա է, դա կարծում եմ պետք էլ չի, որ մասնագետ լինենք, որպեսզի մենք հասկանանք, թե ինչով է պայմանավորված այս գործը։ Նախկինում ես նշել եմ, որ ըստ էության այստեղ ոչ թե կա իրադարձություն, որին պետք է գնահատական տրվի, այլ հանցագործության դեպքն է բացակայում։ Այս պայմաններում անձանց ի սկզբանե ապօրինի մեղադրանք առաջադրվեց, հետագայում կալանավորվեցին անձինք, տևական ժամանակ մնացին անազատության մեջ, բայց Փառքաստու այսօր գոնե արդեն հասնելով դատաքննության ավարտական փուլ, դատարանը որոշում կայացրեց ամենաինտենսիվ այդ սահմանափակումների զերծ մնալ եւ ընտրվեց վարչական հսկողությունին պաշտպանյալների նկատմամբ։ Հաջորդ նիստի ընթացքում պաշտպանների միջնորդությամբ որպես վկա կհարցաքննվեն ներքին գործերի նախարարության Վաղաշապատի բաժնի 2 ոստիկաններ, նրանցից մեկն իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը, իսկ մյուսն ուղեկցել է Հանրապետության կուսակցության քարոզարշավը։ Նա պետք է պարզաբանի, արդյոք քարոզարշավի ընթացքում իրականում արձանագրվել է որևէ խոչընդոտող հանգամանք։ Ներսիսյանների գործով դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 26-ին ժամը 15-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։